Ըստ իս սա ավելի շատ կսազի դպրոցական աղջիկներին կամ ուսանող աղջիկներին։ Ես հիշում եմ Կարապի լճի մոտ 3 մետր հեռավորության վրա երկու աղջիկ էին քայլում։ Ես ճիշտ է շլեյֆից հասկացա, որ Դոլչե Գաբանայի իմպերատրիցան են ցանել, բայց 21-րդ դարում այնքան շատ են կոփիները, այնքան շատ են արաբները կամ այլ նիշային բրենդներ կրկնօրինակում հայտնի արդեն դարձած օծանելիքների կոմպոզիցիաներ, որ իմ հանգստության համար ուզում էի մի հատ էլ ճշտեի ինչ տարբերակա ցանել ինքը, որպեսզի հասկանամ սյուժե ինքը այդքան լավ շլեյֆ ունի, թե ոչ։ Սա ըստ իս տարիքային սահմանափակում ունի։ Սա մի քիչ ավելի ջահելական է, մի քիչ ավելի կենսուրախ, մի քիչ ավելի ակտիվ։ Ձմռանը ինքը ուղղակի ֆանտաստիկ է բացվում, ինքն էլ կայունության ու շլեյֆի առումով ոչ մի խնդիր չի առաջացնի։ Ու ես հասկացա, որ ինքը այն ամառային բույրերից չի, որ ստեղ ցանում է, ստեղ ավարտվում է կոմպոզիցիան, ինքը բավականին կայուն է ու շատ լավ տարածվում է։ Իսկ հիմա մի քանի բառով նկարագրեմ իր կոմպոզիցիան։ Շատ բառեր պետք չեն։ Ուղղակի պետք է ձմերուկ բառը, կիվին, օզոնային թարմությունը, լիմոնի ծառի թթու երանգը ու ակվատիկ ծովային թարմությունը։ Մի տեսակ ավելի տարեց կանանց վրա ես սա չեմ տեսնում։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Նայած մարդիկ կան, կարող է իրենք օգտագործում են ու շատ էլ գոհ են։